Փաշինյանը հայտարարեց, որ ապրիլի 1-ից թոշակները կբարձրացվեն մինչև 10,000 դրամով։ Ինչ եք կարծում, դա ինչ որ կերպ կապ ունի գալիք ընտրությունների հետ։ Երբ երկրի ղեկավար կոչեցյալը հայտարարում է, թե թոշակառուն այդ 10,000 առնի, ինչ անի։ Խի այդ մարդիկ խորոված ուտել գիտեն, քաբաբ, միս, թող կանաչի ուտեն, փող կուտեն, բիբար կրծեն, դա իր արտահայտությունը։ Եվ այդ պահին հանգարցակի ոչ մի փաթեթում այդ բանը չկա ու ինքը միանգամից մտցնում է այդ 10,000 դրամը, դա ծիծաղելի է։ Կարող է ընտրություններում անցնեն, Աստված չանի, ու ասի, որ դա հանվում է, մենք չունենք բյուջեում այդքան փող, որ կարողանանք վճարել։ 10,000 դրամը ունեցողի համար շատ է, չունեցողի համար քիչ է։ Այդպես կարամ ասեմ ես։ Այ կոնկրետ ձեզ համար շատ է, քիչ է, բավական է, կուզեիք էլ ավելի բարձրանար, թե դա էլ է։ Եթե բարձրանար, ավելի լավ։ Քանի որ ամեն տեղ էլ ծախսը ունի իր, ասենք, վատը չի խանգարում։ Երկրում պետք է գործարանները լրիվ կառուցվի, ոնց որ առաջվա նման, որ երկիրը աճ ունենա։ Դա շատ քիչ է։ Քանի որ այսօր սննդամթերքը խանութում այնքան թանկ է, ոչ թե մենակ սննդամթերքի մասին է խոսքը, այլ ընդհանուր ապրանքը, որ եթե ստանում եմ այսօր 43,000, դառնա 53,000, 53,000-ը մենակ կոմունալ էլազին չի բավարարում։ Էլ մուր մնաց թոշակառուն ինչով ապրի։ Ես չեմ, դուք եք։ Կամ այսօր քու ղեկավարությունը վարչապետն ու նստածները որ կանեն նրանք այդ 50,000-ով կապրեն, չեն ապրի։ Դա քիչ է, չի քչանում, շատ քիչ է։ 50,000 ընդհանրապես չէ բավականացնում սնունդի, կենցաղի, ինչ-որ գողագի աշնատել եմ չեմ։ Մարդ ուտեմ, մեկին այդպես ծնում է հարսերի խորտմես 3,000 թանկ 2,000 ծաղիկ չկա։ Ստացի 3,000 դարի, 4,000 դարի, ստաց ծնում մնում կամ մարդ ուտ։ Կոմագի գումարը շտան շատ եմ։ Դեր չեն մապր։ Շատ վատ է։ Խոսքի մարդ ստանա 46,000 դրամ։ Հիմա 56,000 պիտի փող ստանա, 52,000 թոշակառուն դրանով ոնց ապրի։ 52,000 դրամով թոշակառուն ու կրկնակի ամեն ինչը թանկացել է։ Ձուն որ դառնա պետական ձուն դառնա 100 դրամ։ Թոշակառուն այդ կոմունալը տա, թե սոցիալական հարցերը տա, թե խոսքի 5-8-ի թե ապրի։ 52,000 դրամը շատ քիչ է թոշակառայի համար։ Եթե մի ձուն 100 դրամ արժի, 10,000 դրամ ինչ անում։ 200 ձուարդում այս մի ամսա ձուն չի երկի, 10,000 դրամ, մենակ ձուն։ Հետո էսի լավան չի դա պնդում, սա կաշարկա, կաշարկ, ընտրություններին շեմ են։ Ես դենց եմ կարծում ու վստահ եմ 100%-ով։ Ես մեր գործող վարչապետին դեռ շատ շուտ բանից եմ իմացել։ Առաջի իր միտինգի ժամանակ, այն ժամանակ որ մարտի 1-ին պայքարում էր, ես ասեցի ստախոս վարչապետը։ Այս վարչապետը այն չի անի, ինչ որ պետք է մեզ։